Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում ավելցուկային քաշն ու ճարպակալումը հանրային առողջության կարևորագույն խնդիրներից են։ Պաթոլոգիան 21-րդ դարում դարձել է հանրային առողջապահության առաջնային մարտահրավերներից մեկը, պահանջելով համալիր եւ համակարգված միջամտություններ։ Արդյոք միայն քաշը բավական է ախտորոշման համար։ Ինչու շատ հաճախ ճարպակալում ունեցող պացիենտները չեն էլ կասկածում, որ բախվում են քնի ապնոեի հետ։ Ինչպես է այն ազդում անպտղության վրա։ Ինչու է կարևոր քաշի նվազեցման ընթացքում պահպանել մկանային զանգվածը եւ թե որոնք են քաշի նվազեցման ժամանակակից մեթոդները, բժշկի մոտ զրուցել ենք Աստղիկ բժշկական կենտրոնի բժիշկ էնդոկրինոլոգ Մարինա Հայկովնայի հետ։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ 21-րդ դարում ճարպակալումը դարձել է ամենալուրջ ոչ վարակիչ համաճարակներից մեկը։ Տարածվածությունն ամբողջ աշխարհում շատ արագ աճում է, այդ խնդրի հետ բախվում են ոչ միայն մեծահասակները, նաև երեխաները։ Ճարպակալումը ոչ միայն արտաքին տեսքի կամ կենսակերպի փոփոխություն է, այն դիտարկվում է որպես քրոնիկ ռեցիդիվող հիվանդություն եւ մեկ այլ հիվանդությունների պատճառ է հանդիսանում։ Մինչև 2035 թվականը ամբողջ աշխարհի բնակչության մոտ կեսը 4 միլիարդ մարդ կունենա հավելյալ քաշ կամ ճարպակալում։ Ըստ ԱՀԿ-ի ցուցանիշների 2022 թվականին աշխարհում 8 մարդուց մեկը ուներ ճարպակալում, իսկ այդ ցուցանիշը 2035 թվականին կփոխվի եւ 2 մարդուց մեկը կունենա ճարպակալում։ Բժշկուհի, իսկ ճարպակալումը որ հիվանդությունների համար է ռիսկի գործոն հանդիսանում։ Գոյություն ունի մետաբոլիկ համախտանիշ կամ այլ ձև անվանում են նաև մահվան քառյակ, որի մեջ ընդգրկված է ճարպակալումը, շաքարային դիաբետը, տիպ 2 զարկերակային հիպերտենզիան, դիսլիպիդեմիան, այսինքն խոլեստերինի մակարդակի շեղումներ եւ այդ բոլորի հիմքում ընկած է վիսցերալ ճարպը։ Այսինքն հավելյալ ճարպային հյուսվածքը դադարում է լինել պարզապես էներգիայի պաշար եւ դիտարկվում է որպես ակտիվ էնդոկրին բորբոքային օրգան, ունի բացասական ազդեցություն նյութափոխանակության, հորմոնալ համակարգի, սիրտ-անոթային համակարգի, նաև քնի որակի վրա։ Եվ այն պատճառ է հանդիսանում տիպ 2 շաքարային դիաբետի առաջացման համար, զարկերակային հիպերտենզիայի, սիրտ-անոթային հիվանդությունների, քնի օբստրուկտիվ ապնոեի, նաև ռիսկի գործոն է հանդիսանում ուռուցքների առաջացման համար։ Բժշկուհի, իսկ առհասարակ քաշը կարող է արդեն իսկ ախտորոշել, որ մենք գործ ունենք ճարպակալման հետ։ Ճարպակալումը միայն քաշի միջոցով չի ախտորոշվում, կարևոր ցուցանիշ է հանդիսանում մարմնի զանգվածի ինդեքսը, երբ 30 կիլոգրամ մետր քառակուսի եւ ավել է լինում, ախտորոշվում է ճարպակալում։ Մարմնի զանգվածի ինդեքսի միջոցով կարելի է գնահատել ճարպակալման աստիճանը, լինում է 4 աստիճանի՝ առաջի, երկրորդ, երրորդ եւ չորրորդ տիպի։ Շատ կարևոր ցուցիչ է հանդիսանում նաեւ գոտկատեղի շրջագիծը, այսինքն աբդոմինալ ճարպակալում է ախտորոշվում, տղամարդկանց մոտ այն չպետք է գերազանցի 94 սանտիմետրը, իսկ կանանց մոտ 80 սանտիմետրը։ Նշեցիք, որ ճարպակալումը ինքնին ռիսկի գործոն է մի քանի պաթոլոգիաների համար, այդ թվում նաև քնի ապնոեի։ Ինչու շատ դեպքերում ճարպակալում ունեցող պացիենտները չեն կասկածում, որ բախվում են նաև քնի ապնոեի հետ։ Քնի օբստրուկտիվ ապնոեն դա քնի ընթացքում շնչառության խանգարումներն են։ Ախտանիշները խռմփոցն է, շնչառության կանգը, շնչահեղձության դրվագները, կտրուկ արտնացումները։ Շատ հաճախ այդ գանգատները հարազատներն են նկարագրում, իսկ բուժառուները գանգատվում են հոգնածությունից, թուլությունից, գլխացավերից, ուշադրության նվազեցումից։ Ճարպակալումը ռիսկի գործոն է հանդիսանում քնի օբստրուկտիվ ապնոեի առաջացման համար։ Հավելյալ ճարպային հյուսվածքը նպաստում է վերին շնչուղիների նեղացմանը եւ արյան մեջ արդեն նվազում է թթվասնի քանակը։ Քնի ընթացքում կարող են առաջանալ շնչառության կրկնվող կանգեր։ Բժշկուհի, իսկ ճարպակալումը կարող է լուրջ խնդիր առաջացնել նաև անպտղության համար։ Այո, ճարպակալումը ունի բացասական ազդեցություն ռեպրոդուկտիվ համակարգի վրա, ինչպես կանանց մոտ, այնպես էլ տղամարդկանց մոտ։ Առաջանում է ինսուլինառեզիստենտականություն, հիպերինսուլինեմիա, փոխվում է էստրոգենների, անդրոգենների հարաբերակցությունը։ Եվ կանանց մոտ այն կարող է առաջացնել օվուլյացիայի, դաշտանային ցիկլի խանգարումներ, որը իր հերթին կնպաստի անպտղության առաջացմանը, նաև հղիության ընթացքում կարող են դիտվել վիժումներ։ Իսկ տղամարդկանց մոտ այն ունի բացասական ազդեցություն սպերմատոգենեզի վրա, նաև ճարպակալման ժամանակ կարող է տղամարդկանց մոտ նվազել տեստոստերոնի մակարդակը։ Բժշկուհի, քաշի նվազեցման, որոնք են քաշի նվազեցման ժամանակակից դեղամիջոցները, հաշվի առնելով, որ հայկական մենթալիտետում մենք շատ հաճախ նկատում ենք, որ օրինակ ինչ-որ պաթոլոգիայի բուժման համար դիմել տատիկի կամ պապիկի ասած ռեցեպտին կամ ինչ-որ դեղատան աշխատակցի
ռեցեպտը ավելի, այսպես ասած, լավ են ընդունում, քան մասնագետի, հա, որոնք են ժամանակակից դեղամիջոցները քաշի նվազեցման։ Շատ կարևոր է հաշվի առնել այն փաստը, որ ճարպակալումը քրոնիկ ռեցիդիվող հիվանդություն է, այսինքն այն դեղորայքները, որոնք որ կիրառվում են, որոնք որ նշանակվում են, իրանք ունեն բուժական նպատակ։ Վերջին սերնդի դեղորայքները GLP-1 ռեցեպտորների ագոնիստները ի սկզբանե նախատեսված են եղել տիպ 2 շաքարային դիաբետի բուժման սխեմայում ընդգրկելու համար, սակայն տարիների ընթացքում նաև ընդգրկվել են ճարպակալման բուժման սխեմայում։ Դեղորայքների ազդեցությունը իրականացվում է Դեղորայքները դանդաղեցնում են ստամոքսի մեջից սննդի էվակուացիան, որը հանգեցնում է հագեցվածության ավելի արագ զգացողությանը, գլխուեղի ախորժակի կենտրոնն են ընկճում, որի միջոցով ավելի արագ են հագենում եւ սննդի քանակը ակնհայտ նվազում է։ Բացի այդ դեղորայքները ապացուցվել է, որ ունեն դրական ազդեցություն սիրտանոթային համակարգի հիվանդությունների ժամանակ, քնի օբստրուկտիվ ապնոյի ժամանակ ունեն դրական ազդեցություն, նաև լյարդի ախտահարումների ժամանակ։ Եվ մի բան էլ ավելացնեմ, որ բացի այդ դեղորայքներից ժամանակակից բժշկությունը կիրառում է նաև բարիատրիկ վիրահատություն ճարպակալման ժամանակ, որը հիմնվում է մարմնի զանգվածի ինդեքսի հիման վրա։ Երբ մարմնի զանգվածի ինդեքսը 40 կիլոգրամ մետր քառակուսի եւ ավել է, ցուցում կա բարիատրիկ վիրահատության, իսկ եթե 35 կիլոգրամ մետր քառակուսի եւ ունի ուղեկցող հիվանդություններ, շաքարային դիաբետ, ծաղկերական, այդ դեպքում նույնպես կարելի է կիրառել բարիատրիկ վիրահատությունը։ Բժշկուհի, իսկ ինչու է կարևոր քաշի նվազեցման ժամանակահատվածում պահպանել մկանային զանգվածը։ Քանի որ քաշի նվազեցումը պետք է իրականացվի գրագետ, այսպես ասած ձևով, այսինքն ճիշտ սննդակարգ կիրառվի, դեղորայքների ճիշտ կիրառում լինի, քանի որ նիհարեցման ընթացքում միայն ճարպային զանգվածը չի կորում, կարող է կորել նաև մկանային զանգվածը, պայմանավորված նրանով, որ սպիտակուցների ճիշտ բալանսավորված սննդակարգ չի կիրառվում։ Եթե կկորի մկանային զանգված, այսինքն կունենանք ուժի նվազեցում եւ ֆիզիկական ակտիվությունը նույնպես կտուժի։ Եվ վերջում բժշկուհի, ինչ է կարևոր իմանալ հասարակությանը ճարպակալման մասին։ Այն, որ քրոնիկ ռեցիդիվող հիվանդություն է, մի շարք հիվանդությունների պատճառ կարող է հանդիսանալ եւ նիհարեցումը, այսպես ասված, պետք է գրագետ ձևով լինի, բժշկի ցուցումով լինի, որպեսզի չունենան բացասական հետևանքներ։ Շնորհակալ եմ բժշկուհի, շատ շնորհակալ եմ շատ կարևոր արդիական թեմայի մասին մասնագիտական դիտարկումների համար։ Ձեր շնորհակալություն հրավերի համար։ Ջերմ և հոգատար վերաբերմունք։ Նորագույն տեխնոլոգիաների կիրառում։ Տարածված հիվանդությունների կանխարգելում։ Անվտանգ և ապահով միջավայր։ Բացառիկ սարքավորումներ։ Միջազգային համագործակցություն։ Չինից Կորվանից, միակը Հայաստանում ISO 9001 որակավորմամբ, շարունակական զարգացում եւ աճ, Աստղիկ բժշկական կենտրոն։